քիչ գրտելու հարցեր կան։ Պարոն Կարապետյան, տեսեք, մինչ Փաշինյանը իզոլացնում է ընդդիմադիր առաջնորդներին, դատական տարբեր պրոցեսներ են նրան շուրջ մեկնարկել, ինքը շարունակում է պահել, այսպես ասած, բալանսը Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև։ Տեսանք, որ Հայաստանում ընդունեց եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների Մարտակոսը ծիրանի ջեմ էր պատրաստում, հայկական ծիրանով, տեսանք ինքն էլ գնաց Եկատերինբուրգ, Ռուսաստան։ Այս պայմաններում, ինչպես եք պատկերացնում ընդդիմության հաջողությունը, եթե փաստացի մի կողմում կա լոյալություն նրա իշխանության նկատմամբ, մյուս կողմից էլ ակնհայտ կոնսենսուս։ Այսինքն ինքը որ գնաց Ռուսաստան ինչ եղավ։ Ամեն դեպքում վերականգնեց, գնաց ասեց, որ ես ձեր Նիկոլայն եմ։ Հիմա ռուսները կհավատան, չեն հավատա, ես շատ գիտեմ, կտեսնենք։ Պարոն Կարապետյան, մամուլում տեղեկություն է տարածվել, ըստ որի Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ընդդիմադիր ուժերի հետ կապված եւ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպեց, բավականին վատ է անդրադարձել ձեր ռեյտինգի վրա, մինչեւ ընտրությունը ավելի բարձր է եղել ձեր վարկանիշը, դրանից հետո այդ հանդիպումից հետո բավականին ընկել է։ Դուք կիսում եք այդ տեսակետը, դուք ինքնդ այդպիսի վերլուծություն արել եք։ Մեր ռեյտինգը սկզբից մինչև վերջ շատ բարձր էր, մինչև մեր ձայները չգողացան։ Հենց գողացան մեր ռեյտինգը ընկավ։ Պարոն Կարապետյան, սահմանադրական դատարանի որոշումից հետո համատեղ հայտարարություն տարածվեց քաղաքական ուժերի մասնակցությամբ, կարող ենք ասել, որ դրանք այն ընդդիմադիր ուժերն են, որոնք ձեր առաջարկի շուրջ համախմբվել են, թե ոչ ԱԺԲ-ն, Հայ ազգային կոնգրեսը, Հայաստան դաշինքը եւ Ուժեղ Հայաստանը։ Նրանք այն ընդդիմադիր ուժերն էին, ովքեր մասնակցել էին ընտրություններին, բայց կան շատ ընդդիմադիր ուժեր, ովքեր չեն մասնակցել կամ տարբեր ձևաչափով են մասնակցել, իրենք էլ կանեն իրենց հայտարարությունները։ Պարոն Կարապետյան, ձեր կարծիքով ձեզ ընտրած քաղաքացիների սրտով է, որ մանդատները վերցնում եք։ Մեծամասնությանը այո, բայց կա ուղղորդված մի խումբ, դա իրենց պրոբլեմն է։ Ներեք, բայց եթե ձեզ էին ընտրել, Ուժեղ Հայաստանին են ընտրել, ինչպես կարող էին իրենց ուղղորդել եւ ով է ուղղորդել։ Տեսակ։ Չտեսանք, ինչ տեսանք։ Հենց հաջորդ օրը ուղղորդեցին։ Ով ուղղորդեց, բայց եթե մեկը ընտրել է Ուժեղ Հայաստան։ Դե դրա համար դա մեր վրա չազդեց։ Իրենց թվում է իրենք ինչ որ խաղեր են խաղում, դա ազդելու է մեր վրա։ Բայց ոչ մի բան մեր վրա չի ազդում։ Մենք մեր որոշումները ունենք, մենք մեր պայքարը շարունակելու ենք ու մեր հաղթանակին հասնելու ենք։ Եվ կներեք, չափման միավորը ո՞րն է, որ ասում եք ձեր աջակիցների մի մասը կողմ էր, մի մասը դեմ էր մանդատները վերցնելուն, ինչպես եք դա չափել։ Տարբեր հանդիպումներով մեր թիմակիցները ունեցել են տարբեր հանդիպում, սկզբից մեծամասնությունը, ովքեր ենթարկվեցին պրովոկացիայի դեմ էին, հետագայում մեծամասնությունը կողմ էին։ Շատ մեծամասնություն։ Պարոն Կարապետյան, դուք խոստացել եք, որ հաջորդ վարչապետը դուք եք լինելու։ Մինչև հիմա խոստանում եմ, այն ընտրություններով չի հաջողվել դառնալ վարչապետ։ Ինչ լեգիտիմ ճանապարհով եք պատրաստվում հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Ընտրություններով ոչ մեկի չհաջողվեց դառնալ վարչապետ։ Այդ դեպքում ինչու գնացիք այդ ճանապարհով։ Որ ճանապարհ։ Ընտրություններով, հետո դիմում եք ՍԴ, ընդ որում այս համանadrական դատարանի, որի ընդդիմությունը համարում է Չիմանանք ով է, մի հատ հիմա հասկացանք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ովքեր են այնտեղ։ Բայց քաղաքացիների յոթարի այդ շրջապտի մեջ է։ Հասկացանք, Վարդևանյանը գազ տվեց, բայց փչացած մեկենա դուրս եկավ։ Փորձենք, ամեն ինչ Էլ ինչ եք փորձել, պարոն Կարապետյան։ Հաջորդը կմտածենք, հաջորդ քայլը կհայտարարենք։ Եվ մեկ էլ մի հարց, տեսեք, սովորաբար ասում են այս բռնոցիները վտանգում են Հայաստանի միջազգային տնտեսական վարկանիշը նաև։ Դուք ձեր գործարար ընկերների հետ եթե շփումներ ունեք, ինչ են մտածում, օրինակ Հայաստանում ներդրումներ հնարավոր են այս պարագայում, երբ խոշոր սեփականատերեր են ձերբակալվում։ Այս իշխանության օրոք Հայաստանում ամենայն դեպս վերջին տարիներին չեն եղել ներդրումներ, իսկ առավել ևս այս դեպքում ես վստահ եմ չեն էլ լինելու։ Պարոն Կարապետյան, Ռուսաստանի փարտերներին բախված հայ տնտեսվարողներին ասում են ԵՄ-ի 450 միլիոնանոց շուկան բաց է նրանց առջև։ Դուք ինչպես եք մտածում, արդյոք այս շուկան կարող է իրական այլընտրանք լինել ԼԻԱՏՄ-ին։ Ես մտածում եմ,
թող բարով վայելեն։ Ես ուրախ կլինեմ, եթե ստացվի, բայց վստահ եմ մի քանի հատ ծիրանք տանեն, մի քանի հատ միգուցե պամիդոր էլ հաջողի տանեն եւ դրանով սահմանափակ։ Պարոն Կարապետյան, ձեր ուժը խոստացել էր, որ ընտրվելու դեպքում, երբ դուք լինեք վարչապետ, 1 դրամով են աշխատելու։ Հիմա ձեր ուժի պատգամավորներից քանիսն են պատրաստ 1 դրամով պատգամավոր աշխատել։ Հիմա 3 Նարեկը հայտարարեց, որ ինքը պատրաստ է։ Մյուսները կտեսնենք, ամեն մարդ ինքն է որոշում, դա չկա։ Պարոն Կարապետյան, քանի որ փոխխոսնակի 3-րդ տեղը հասնելու է ուժեղ Հայաստանին, արդեն որոշել եք ով է զբաղեցնելու։ Դա դեռ չենք քննարկել, կքննարկենք, դուք կիմանաք։ Բայց կվերցնեք ամեն դեպքում։ Չենք քննարկել, հենց քննարկեցինք։ Այսինքն դեռ քննարկում եք վերցնել չվերցնելու հարցը։ Այո, քննարկում ենք վերցնել Իսկ ինչու, եթե դա օրենքով հասնում է ուժեղ Հայաստանին, ինչու ազգային ժողովի նախագահությունում տարբեր կարծիքներ կամ թիմի մեջ, տարբեր ժողովրդի հետ կապ չունի, թիմի մեջ տարբեր կարծիքներ։ Դուք հակված եք վերցնել, թե չվերցնելու ձեր անձնական տեսակետը ո՞րն է։ Իմ անձնական տեսակետը հենց թիմի հետ քննարկեցինք, ձևավորել իմ անձնական տեսակետը։ Պարոն Կարապետյան, դուք 300,000 աշխատատեղ եք խոստանում ստեղից, եթե լինեիք վարչապետ։ Հիմա քանի որ չեք եղել վարչապետ, հնարավոր է հանուն Հայաստանի Հանրապետության մի կողմ թողնեք այս իշխանությունների հետ ձեր տարաձայնությունները եւ այդ 300,000 աշխատատեղ ստեղծելու, այսպես ասած, փաթեթը առանց իշխանության 300,000 աշխատատեղ ստեղծելը շատ դժվար է, բայց մենք մեր աշխատատեղերը ամեն օր ստեղծել ենք, դուք էլ դա տեսնել եք։ Նոր գործարաններ։ Անպայման։ Եվ պարոն Կարապետյան, ձեր անձնագրի գործերում, ռուսական անձնագրի գործերում, ի վերջո FSB նշումը ինչով էր, ինչի հետ էր կապված։ Փաշինյանի պատվերով։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը կարող է Ռուսաստանի կառույցներին ասել, որ ձեր անձնական գործերում ինքը նորմալ, հեսա տեսնենք ինչ ասել Միշուսինին։ Ինքը նորմալ դեր ունի այնտեղ, մի կասկածեք, նորմալ հնարավորություններ ունի այդ կառույցներում, դրանով էլ պայքարեցնենք։ Մեկ ասեք Ռուսամեդը Ռուսաստանի իշխանությունների Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի ինքը ոչ միայն Ռուսամեդ, ինքը արևմուտքին ասում է ես ձեր լիմոնադի Ջոնն եմ, ռուսներին ասում է ես ձեր Նիկոլայն եմ, հիմա ով ինչքան հավատում է, այդքան էլ հավատում է։ Պարոն Կարապետյան, այնտեղ միամիտ են, որ բանան Նիկոլ Փաշինյանին չասի հավատա։ Նիկոլ Փաշինյանը կարողանում է, ինչպես հայ ժողովրդին խաբեց այսքան տարի, այդպես էլ այդ երկրներին է խաբում։ Պարոն Կարապետյան, ազգային ժողովն ընդունել է։ Ընդունակ է խաբելու, կապ նիվակ եմ տիրան։ Ընդունակ է խաբելու, դու խաբում ես միշտ, ու կապ չունի ում ես խաբում, բոլորին խաբում ես, իսկ ինքը տարիներ շարունակ իր այդ հմտությունները ցույց է տվել ու ցույց է տալիս։ Պարոն Կարապետյան, ազգային ժողովը օրերս ընդունեց ընտրելու իրավունք ունենալու նոր պահանջներ սահմանող նախագիծը, ասում են, որ սա ուղիղ կապ ունի ձեր եւ ձեր ընտրողների հետ։ Ինչի համար է այս հապճեպությունը ընդունել այդ օրինագիծը, նոր ընտրությունների են պատրաստվում։ Ոչ, իրենք դրանով թաքցրեցին այն մանիպուլյացիաները, որոնք արեցին մեր նկատմամբ։ Բացարձակ մեզ համար նշանակություն չունի, որտեղից են գալիս, ովքեր են ընտրում, մենք հենվում ենք հայ ժողովրդի վրա։ Դրա համար դրանով իրենք ծածկեցին իրենց ստերը, որ նախընտրական փուլում իրագործում էին մեր նկատմամբ։ Այսինքն այդ աղմուկը ուղղակի փաստագրեն։ Այդ աղմուկը չկար, իրենք հնարեցին, իրենք հորինեցին, իրենք ձևավորեցին այդ աղմուկը, հիմա էլ ժամանակն է դա ինչ-որ ձևի չեզոքացրեցին։ Եվ պարոն Կարապետյան, կարծեք 2 օր անց ձեր խափամիջոցի հարցն է դարձյալ քննվելու, դատարանից ինչ եք ակնկալում այս անգամ հաշվի առնելով, որ իրավիճակը հետընտրական է։ Այս անգամ չգիտեմ ինչ եմ ակնկալում, դատարանը կորոշի։ Կարապետյան, նախընտրական շրջանમાંથી փոփոխությունները հիմնականում մարզերից եք սկսել։ Հիմա ինչ-որ բան փոխվել է ձեր քաղաքականության։ Էլի մարզերից սկսել ենք, մասնակցել ենք բոլոր ոչ բոլոր, հիմնական թիմ ընտրություններին,
դա լինելու է մեր գաղտնի ծրագրերի մաս, տանելու ենք հաղթանակներ, դուք եք կտեսնեք։ Բանկապետյան դուք տեղյակ եք եղել, որ հետ ձեր այլ ընկերություններից գնումներ է կատարել։ Դա տարուց համար է, թե ոչ։ Դե հիմա չի կատարում, դուք էլ նայեք այս վիճակը։ Հիմա 50 միլիոնի դա ֆինանսական պարտավորություն է կատարել դա հայտարարում են, հա։ 50 միլիոնի ֆինանսական պարտավորություն կատարում են, որովհետև ուրիշ ոչ մի բան հնարավորություն չունեն։ Այսինքն իրենք փոխանակ արդիականացնեն, նոր միացումներ կատարեն, որ դուք պատկերացրեք, ընդամենը 100 հատ նոր միացում են արել։ 3000, 3500-ի փոխարեն։ Դրա համար առաջացել է այդ գումարը, մեծ խելք պետք չէր, որ բանկերի պարտավորություն փակելը։ Այդ խելքը նրա համար է, որ իրագործեն, արդիականացնեն, նոր միացումներ կատարեն։ Դրա համար իրենք այնտեղ ամբողջությամբ ձախողվել են, դուք էլ ուսումնասիրեք, տեսնեք։ Բայց դուք խնդրալից չեք համարում, որ ձեր մի ընկերություն մյուսից գնում է արել, այլ մրցույթ չի հայտարարել, որտեղ այդտեղից կարող է ավելի էժան ձեռք։ Դե հիմա կարող են ավելի էժան ձեռք բերել, բայց չեն կարողանում ձեռք բերել, դրա համար չեն կարողանում նույնիսկ այդ ներդրումային ծրագրերը կատարել։ Հատուկ ձեռք բերել, մի տարի տարածվել կառավարում են։ Դուք կարծում եք, որ հետի համար շահավետ եղել, երբ որ ձեր մյուս ընկերություններից են Դե գնում։ իհարկե ոչ միայն հետի համար։ Մյուս ընկերությունը դա ինչ է նշանակում։ Դա գործարաններ են, որոնք կառուցվել են, որտեղ աշխատում են շատ աշխատողներ, հարկեր են վճարում Հայաստանում, իսկ իրենք գնացին ուրիշ ճանապարհով, փորձում են ինչ-որ բաներ գտնեն, ապացուցեն, բայց արդեն 1 տարի անցավ, դեռ ոչ մի բան չգտան, չապացուցեցին։ Հետն էլ փորձանքիքեր են, ոչ Սովորական քաղաքացի ինչպես պիտի զգա բանկապետյան այդ ներդրումների չկատարելը, նշում եք, որ դրա հաշվին է սովորական քաղաքացին, սովորական բիզնեսմենները ամեն օր դա զգում են հիմա, որովհետև 40%-ից ավելացել են անջատումները։ Իսկ բիզնեսմենները մի օրինակ բերեն, գործարան կամ հյուրանոց կամ շենք են կառուցում, պետք է նոր միացումներ լինելու։ Այդ միացումները չկան։ Այսինքն դա դառնում է այդ բիզնեսմենների համար մեծ խնդրեմ։ Ինչը որ հիմա կա։ Բանկապետյան, դուք մի տարի առաջ մինչև Հայաստան գալու եւ այդ հայտարարություն անելը Դուբայում եք ապրում, խնդիրներ ունեիք Ռուսաստան գնալու թե Ոչ, ես ապրում եմ 3 ամիս Ռուսաստանում, 4 ամիս։ 3-4 ամիս Դուբայում, Դուք մեզ առույգ եք, պետք է մեզ պետք է առույգ։ Պաշտպանության կարգին դուք Դուբայում ինչու եք Դուբայում Ռուսաստանում խնդիր կա Ռուսաստանում խնդիր չկա, Ռուսաստանում Սրտի ես դնել եմ Դուբայը, որտեղից դուր է գալիս։ Բանկապետյան եւ 1 ժամից պարզ է լինելու Ծառուկյանի խափան միջոցի հարցը։ Այս առնչությամբ ինչ ունեք ասելու գործարար է, գործընկերներ եք ի վերջո։ Ոչ միայն գործընկերներ ենք, մենք նաև ընկերներ ենք, իրենք վստահ եմ Ծառուկյանին ոչ մի որոշումով չեն վախեցնելու, Ծառուկյանը ուժը հաղթանդամ տղամարդ է, դեռ իր խոսքը կասի եւ ընդդիմության հետ մասնակցի իշխանափոխության բոլոր ծրագրերին։ Բանկապետյան եւ ինձ հարցազրույցի առաջարկել կապված ինչ մտածեցիք։ Էլի ասում եք, Նկատի Տիգրան հետ պայմանավորեք։ դուք այսինքն մեր համաձայն կներեք։ եք։